Նոր ապրանքի ստեղծումը և մարքեթինգային բնութագիրը։ Մարդկանց ցանկությունները, ճաշակը, նախասիրությունները փոփոխական են։ Պատճառները շատ են։ Դրանք են տնտեսական, հասարակական, հոգեբանական, ազգային, բնական։ Մարքեթինգի խնդիրը կայանում է նրանում, որ ստեղծեն այնպիսի ապրանքներ, որոնք կբավարարեն նոր պահանջարկը և հնարավորություն կտան հաղթել մրցակցային պայքարում։ Իսկ ինչ է նոր ապրանքը մարքեթինգի տեսանկյունից։ Դա ապրանք է, որը շուկայում այլընտրանք չունի և հանդիսանում է նոր հայտնագործությունների և բացահայտումների արդյունք։ Այն իրենից ներկայացնում է գիտության մեջ նորարարության արդյունք։ Նման ապրանքները իրականում շատ քիչ են։ Կամ այն ապրանք է, որն ունի էական որակական կատարելագործում շուկայում նմանատիպ ապրանքների համեմատ։ Օրինակ լազերային սկավառակները կոչ սկավառակների փոխարեն, կամ թվային ժամացույցները մեխանիկական ժամացույցների փոխարեն։ Կարող է նաև այն լինել ապրանք, որը շուկայում արդեն եղել է և որից հետո կատարելագործվել է այնպես, որ նրա հատկությունները հիմնովին չեն փոխվել։ Օրինակ մարտկոցային նվագարկիչները կամ լուսանկարչական սարքավորումները ավտոմատ ռեժիմով և այլն։ Նոր ապրանք կարող է նաև լինել այն ապրանքը, որը նոր է միայն տվյալ շուկայի համար։ Օրինակ մեր շուկայի համար նոր ապրանք է համարվում Օրանժ ընկերության մատուցած ծառայությունները։ Նոր ապրանք կարող է նաև լինել հին ապրանքը, որը գտել է իր համար նոր գործունեության ոլորտ։ Օրինակ մոմերը, որոնք նախատեսված էին սենյակի լուսավորության համար, օգտագործվում են ուղղակի դեկորատիվ նպատակներով։ Նոր ապրանքի ստեղծումը և շուկայում դիրքավորումը շատ բարդ գործընթաց է։ Նոր ապրանքների մտահղացումներից ոչ բոլորն են իրականացվում։ Մասնագետների հավաստմամբ 80-ից 100 մտահղացումներից միայն 1-2-ն են իրականացվում։ Շուկա մուտք գործելով շատ նոր ապրանքներ ձախողվում են։ Տվյալ գրաֆիկում ներկայացված են բոլոր այն պատճառները, որոնք կարող են խանգարել ապրանքների դիրքավորմանը։ Իրականում 31% շուկա մուտք գործած ապրանքներից միայն 12%-ն է ճանաչում ստանում։ Մնացածը պահանջարկի սխալ գնահատման կամ սխալ քաղաքականության, վաճառքի անժամանակ սկզբի, բարձր գնի, մրցակիցների հակահարվածների կամ ուղղակի տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվում են։